Սովորական դարձած կրակոցների տակ մարդիկ քնում ու արթնանում են Սյունիքի մի քանի գյուղերում։ Երբ է իրենց համար էլ բացվելու խաղաղության դարաշրջանը։ Հռետորական հարց են տալիս ու շարունակում ապրել, նշանառության ներքո, բայց հաստատուն կամքով։ Ամեն օր պարտադիր 10-20 սկսում են, առավոտ մինչև 6-ի 6:30։ 2 ժամը մեկ նույն, ասեք քանի պոստա, 7 պոստա մեր դիմացը։ Այդ 7 պոստը մեկը կրակում է, փոխանցում է մեկին, մեկ կրակում է մեկին, մեկ կրակում է ուտը հենց։ Խոզնավարում կրակել են խողովակի վրա գազի, այդ չեն բարձրաձայնել, չեն գրել։ Խաղաղության փաստաթուղթը վերաձևակերպել ու նոր էսկալացիա հրահրել է ուզում Ադրբեջանը։ Ահա թե ինչու է վերջին շաբաթներին թիրախավորել Սյունիքը, ասում է ռազմական փորձագետը։ Ինքը փորձում է վիժեցնել խաղաղության պայմանագիրը, հատկապես խաղաղության պայմանագիրը այս տեքստով, որովհետև այս տեքստով խաղաղության պայմանագիրը որքան էլ որ բխում է Ադրբեջանի շահերից, միևնույն է իրենք համարում են, որ դա իրենց համար քիչ է։ Եվ ինքը ցանկանում է, որ նոր տեքստ մեջտեղ գա եւ նոր իրողություններով պայմանավորված այդ նոր տեքստի շուրջ սկսեն բանակցել։ Իսկ նոր տեքստի մեջ Ադրբեջանը ցանկություն ունի եւ ինչու՞ չէ, ոչ միայն Ադրբեջանը, նաեւ Թուրքիան ցանկություն ունեն ներառել նաեւ Սյունիքը։ Ինչպես է հակազդում Երևանը մեր երկրի ամբողջ տարածքի վրա բացահայտ հավակնություն ունեցող հարևանի քայլերին։ Մասնագետի խոսքով չպետք է հույսը դնել միայն պայմանագրի վրա, հատկապես երբ Ադրբեջանը հարցը դրանով փակելու նպատակ ու ցանկություն չունի։ Առաջին հերթին պետք է փորձել վերականգնել ռազմական բալանսը։ Երբ որ ասում ենք բանակաշինություն եւ զարգացվածություն, չպետք է մենք համեմատենք օրինակի համար 2018 թվականի բանակը կամ 19 թվականի բանակը 24-25 թվական բանակի հետ, այլ մենք պետք է մեր բանակը համեմատենք Ադրբեջանի բանակի հետ եւ պետք է հասկանանք ադրբեջանական բանակը որքան է առաջ գնում եւ մենք որտեղ ենք գտնվում։ Այդ դեպքում որ մենք պետք է ասենք բավարարում է արդյոք մեզ այդ տեմպերը թե ոչ։ Աշխատանք կա, բայց տեմպն առնվազն բավարար չէ, ասում է ռազմական փորձագետը։ Այս ոլորտում Բաքուն առաջ է գնում մեծ քայլերով, ամենօրյա վարժանքներից մինչև նոր ստորաբաժանումներ, որ ստեղծվել են 20 թվից հետո, նոր խնդիրներ լուծելու համար։ Այս ստորաբաժանումները որպես կանոն, այսպես ասենք, կայծակնային ստորաբաժանումներն են, որոնք որ լուծում են խնդիր պայմանական հակառակորդի տարածքում։ Եվ Ադրբեջանը առնվազն այլևս ունի 2 նմանատիպ ստորաբաժանում, որոնք որ զարգացնում է եւ վերջին մի քանի զորավարժությունները հենց այս ստորաբաժանումների ընդգրկմամբ էր իրականացվում։ Թուրքական բանակի մոդելով է Ադրբեջանը ստեղծել այս նոր ստորաբաժանումները, նկատում է Հովհաննիսյանը։ Դրանք տեղակայված են հիմնականում Հայաստանի հետ սահմանին, այդպես են պլանավորել, որ խնդիրներ լուծեն հենց ամենախնդրահարույց հատվածներում։ Հենց այդ ստորաբաժանումների նպատակն այն է, որ իրենք լոկալ բախումների ժամանակ իրականացնեն քիչ կորուստներով մեծ արդյունքների հասնեն, իրականացնեն այնպիսի գործողություններ, ինչպիսիք են օրինակ ճանապարհների գրավում, կամուրջների գրավում, օբյեկտների գրավում, փոքր բնակավայրերի գրավում եւ նպատակն այն է, որ այստեղ հնարավորինս հրթիռահրետանային զորքերի ներգրավումը պակասացնել։ Թեհրանի հետ էլ Բաքուն պասիվ հակամարտություն ունի եւ ակնհայտ է ըստ փորձագետի, ինտենսիվ զինվում են նաեւ այս պատճառով։ Կարող է արդյոք Հայաստանը հօգուտ իրեն օգտագործել հարևանների հակասությունները։ Հովհաննիսյանն ասում է, հնարավոր է օգտագործել ոչ միայն Իրանի, այլև բոլոր այն երկրների այսպես կոչված ներուժը, որոնք հակասություններ ունեն Ալիևի հետ։ Բաքուն առհասարակ ցանկություն չունի որևէ թուղթ ստորագրելու, հետեւաբար չպետք է փաստաթղթի հնարավոր հեռանկարը կաշկանդի Երևանին Ադրբեջանի դեմ դաշնակիցներ գտնելու հարցում։ Հերմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։